Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մայիսին Վաշինգտոնի հետ շփումները կակտիվանան, մինչև մայիսի վերջ կլինեն հստակ արդյունքներ, առանձին ուղղություններով շփումներ։ Վարչապետը մանրամասներ չի ներկայացրել։ Ավելի վաղ վրացական երազանքի գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ վրաց-ամերիկյան հարաբերություններում հետաքրքիր նորություններ են սպասվում։ Մարտի վերջին Վրաստանի վարչապետը հեռախոսազրույցեր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հարաբերությունների սառեցման համար վրացական կողմը մեղադրում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին առաջին ալիքի հետ հարցազրույցում անդրադարձել է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, տեղեկացրել, որ պետքարտուղարության ներկայացուցիչները մայիսին կայցելեն Վրաստան։ Նախարարի խոսքով Թբիլիսին հստակ քայլեր է տեսել ԱՄՆ-ի կողմից եւ ակնկալում է խորհրդակցությունների շարունակություն։ Բոճորիշվիլին ընդգծել է, որ շատ բան կախված է հենց ամերիկյան կողմից։ Անդրադառնալով Եվրամիության հետ երկխոսության վերականգնմանը, նախարարը նշել է, որ Վրաստանի հետ պետք չէ խոսել շանտաժի լեզվով, հիշեցրել Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառելու Եվրամիության պատրաստակամության մասին։ Վրաստանի արտգործնախարարը հավելել է, որ երկիրը բաց է համագործակցության համար ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի հետ։ Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել կառավարությունում իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետնախարարի պաշտոն ստեղծելու նախաձեռնությանը։ Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների եւ գործունեության կանոնների մասին օրենքի փոփոխությունները քննարկվել են արագացված կարգով եւ երկրորդ ընթերցմամբ հավանության են արժանացել 84 ձայնով։ Վրացական երազանքը նախատեսում է այդ պաշտոնում նշանակել Մամուկա Մդինարաձեին, որը մինչ այդ 8 ամիս գլխավորել է պետական անվտանգության ծառայությունը։ Մդինարաձեն կլինի նախարար առանց պորտֆելի, այսինքն առանց աշխատակազմի։ Նրան անհրաժեշտ արարողակարգային եւ կազմակերպչական աջակցություն կցուցաբերի կառավարության աշխատակազմը։ Վրաստանի ընդդիմությունը քննադատել է կառավարության այդ որոշումն ու կադրային փոփոխությունները։ Եվրամիությունը ողջունել է օրերս Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի նիստը, նվիրված երկու երկրի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն դինամիկան արտացոլում է տարածաշրջանում նկատվող ավելի լայն տեղաշարժերը, ինչը կարևոր նշանակություն ունի տևական խաղաղության եւ կայունության համար։ Եվրամիությունը խրախուսում է երկու երկրի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը, ասված է հայտարարության մեջ։ Եվրամիությունից ընդգծել են շահագործման հանձնվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը կամրապնդի տարածաշրջանային կապը եւ հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ողջ բնակչությանը։ Եմեն հանձնառու է Հարավային Կովկասում կապերի զարգացմանը, միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին, գլոբալ դարպասներ ռազմավարությանը եւ անդրկասպյան տրանսպորտային միջանցքին համապատասխան, որոնցում Հայաստանն ու Թուրքիան առանցքային դեր են խաղում, ասված է ԵՄ պատվիրակության անունից տարածված հաղորդագրության մեջ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մտահոգություն է հայտնել, որ Եվրամիությունը այժմ չունի քաղաքական կամք Թուրքիային անդամակցություն առաջարկելու համար, նույնիսկ եթե անկարան բավարարի անհրաժեշտ պայմանները։ Նախարարն ընդգծել է աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա, նախկինում դրական ազդակներն ավելի շատ էին։ Ֆիդանը հավելել է, որ Բրյուսելի հետ այժմ քննարկվում է ոչ թե անդամակցության, այլ գործող համաձայնագրերը եւ առևտրային գործակցությունը զարգացնելու հեռանկարը։ Թուրքիան Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի դեռ 1999 թվականից։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ անդամակցության շուրջ 2005 թվականին սկսված բանակցությունները փաստացի կանգ են առել քաղաքական տարաձայնությունների պատճառով, ներառյալ Կիպրոսի հարցը եւ առանձին անդամ երկրների դիրքորոշումը։ Վիեննայում Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Ֆիդանը անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին։ Նրա խոսքով ԱՄՆ-ն եւ Իրանը հակված են դիտարկել հրադադարի երկարաձգման հնարավորությունը եւ կարեւոր է, որ պատերազմը չվերսկսվի։ Թուրք նախարարը կարծիք է հայտնել, որ առաջիկա օրերը որոշիչ են լինելու։ Անդրադառնալով Գազային, Ֆիդանը կարևորել է, որ այնտեղ խաղաղության ծրագիրն իրականացվի ըստ նախատեսվածի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը չի կարողանում համակարգել իր գործողությունները, նրանք չգիտեն ինչպես հասնել միջուկային գործարքի։ Լավ կլինի հնարավորինս շուտ խելքի գան, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն էլ հայտարարել է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել։ Նրա խոսքով հակառակորդներն անցել են հարձակման նոր փուլի եւ ձգտում են գործի դնել ծովային շրջափակումը, տեղեկատվական պատերազմը, տնտեսական ճնշումները եւ ներքին պառակտումները երկիրը ներսից թուլացնելու կամ նույնիսկ քանդելու համար։ Լիվանագետը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կպաշտպանվի Իսրայելից եւ ԱՄՆ-ից։ Նրա խոսքով հարկավոր է կենտրոնանալ հակամարտության պատճառները չեզոքացնելու վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման։ Նրա խոսքով այդ ռազմավարությունը եւ ծովային առևտրի սահմանափակումները Իրանի կառավարության եւ ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք են։ Սակայն Պարսից ծոցը միջազգային փոխգործակցության համակարգի մաս է։ Դրա շրջափակման կամ սահմանափակումների ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը ներկայացուցիչների պալատում 6 ժամ տևած լսումների ընթացքում պատասխանել է Իրանում պատերազմի հետ կապված հարցերի։ Հեքսեթը հրաժարվել է ասել, թե դեռ որքան կշարունակվի պատերազմը եւ որքան այն կարժենա։ Ըստ Պենտագոնի պաշտոնյաների, մինչև այժմ Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է $25 միլիարդ, մեծ մասն ուղղվել է զինամթերքին։ Ընդ որում Սպիտակ տունը կոնգրեսից խնդրել է մեծացնել ԱՄՆ պաշտպանական բյուջեն, այն հասցնելով $1.5 տրիլիոն։ Հեքսեթին նաեւ հարց են ուղղել Իրանի դեմ պատերազմի առաջին օրը տարական դպրոցի վրա հարձակման մասին, որի հետևանքով 170 մարդ էր զոհվել, հիմնականում երեխաներ։ Նրա խոսքով միջադեպը դեռ հետաքննվում է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը Եվրամիության համար օրական 500 միլիոն եվրո է արժենում։ Նրա խոսքով դա կապված է վառելիքի գների աճի հետ, որն առաջացել է հակամարտության պատճառով։ Հակամարտության ընդամենը 60 օրվա ընթացքում հանածո վառելիքի ներմուծման ծախսերն ավելացել են ավելի քան $27 միլիարդ, տեղեկացրել է ֆոն դեր Լայենը։ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի եւս մեկ ապացույց է, որ Եմեն պետք է արագացնի կախվածության թուլացումը ներմուծվող հանածո վառելիքից։ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի, Լեհաստանի եւ Քենիայի իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրադրությունը եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։ Արաղչին նաեւ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միլանա Սպոյարիչի հետ, որը պատվիրակության հետ այցելել է Թեհրան։ Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Իրանում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել, այդ թվում հարվածելով Մինաբի տարական դպրոցին, կրթական հաստատությունների, գիտական կենտրոնների, պատմամշակութային վայրերի եւ բնակելի թաղամասերի։ Սպոյարիչը շեշտել է քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքները պաշտպանելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը։ Իրանի վիճակագրական կենտրոնի հայտարարության համաձայն երկրում սպառողական գները մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում աճել են 73.5%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կենտրոնի տվյալով սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 5%։ Նշվում է նաև, որ գնաճի միջին մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 53.7%։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի եւ պարարտանյութերի հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների բեռը կուղևորվի Բիլիաջարի կայարանից։ Ռուսական ցորենի վերջին առաքումն Ադրբեջանով տարանցմամբ տեղի է ունեցել ապրիլի 24-ին, առաքվել է 5 վագոն հացահատիկ 350 տոննա ընդհանուր քաշով։ Տարանցմանը զուգահեռ շարունակվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ռեգուլյար եւ 2955 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Ադրբեջանը կարող է որոշում կայացնել Եվրախորհրդարանի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանց աղբյուրների փոխանցմամբ Ադրբեջանը, որն ավելի վաղ արդեն փաստացի դադարեցրել էր շփումները Եվրախորհրդարանի հետ, դիտարկում է հարաբերությունների ամբողջական խզման տարբերակը։ Ներկայումս այդ հարցը քննարկման փուլում է։
Նշվում է նաև, որ նման որոշման առիթ կարող է դառնալ աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը վերտառությամբ բանաձևը, որը Եվրախորհրդարանն ընդունել է այսօրվա լիագումար նիստում 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով։ Ադրբեջանական կողմի կարծիքով փաստաթուղթը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք ներառում են Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ և պահանջներ։ Ադրբեջանի և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Չո Հյունը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը և տնտեսական փոխգործակցության հեռանկարները։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի շուրջ և դիտարկել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանում իրականացվող մի շարք նախագծերում կորեական ընկերությունների մասնակցությունը և տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնումը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։